ուղղակի մտածում եմ ինչ ա լինել մի քանի ժամ հետո։ Երբ լույսը բացվի, դու գնաս բանակ։ Ինչ ենք անել։ Դու կսպասես ինձ։ Ես կծառայեմ, կվերադառնամ ու մենք կամուսնանանք։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Դու միայն իմն ես։ Միայն հիմա։ Չի ուզում ապրել։ Եթե երեխան չլիներ, ես իմ կյանքին վերջ կտայի, ես ուզում էի իմ կյանքին վերջ տայի։ Դու ամուսնանալուց հետո շատ արագ հղիացել ես շախունցից։ Ես քեզնից էի հղի։ Հա։ Անգելինան քո ու Աննայի աղջիկն է։ Իմ անցյալից ցավի ու տառապանքի հետ միասին նաև մեծ ուրախություն ապարգևել է։ Շնորհակալ եմ ես իմ Աստծուն ու իմ անցյալին, որ այսօր անձինս Անգելինայի աղջիկ ունեմ։ Խոսալու բան չունես։ Իսկ ես չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Դու մարդ չես։ Դու սիրտ չունես։ Ոնց կուզեի իմ ամոթս մի հատ տանակ լիներ, որ սիրտդ մցնեի ու նայի ոնց ես արնակամ լինում։ Հենց ոնց որ դու ես 25 տարին այլ իմ տառապանքներին ոչ մի բան չես ասել։ Ես շատ սովորական մարդ եմ։ Շատ սովորական մարդ։ Իմ առավելություններով, թուլություններով ու թերություններով հանդերձ։ Իսկ դու առավելություն չունես։ Բայց դրա փոխարեն թուլություն ունեմ։ Ու դու ես իմ թուլությունը։ Քո թուլությունը ես չեմ։ Քո թուլությունը քո անգիծված ազգանունն է։ Դու ուղղակի չէիր կարող հանդուրժել, որ ես ուրիշինը լինեմ։ Ես քո համար սկզբունքի նման մի բան էի դառել։ Ուշեղ տղա երևալու հնարավորություն։ Դու ինձ չես սիրել։ Դու ինձ չես սիրել։ Դու ինձ երբեք էլ չես սիրել։ Նույնիսկ այն առաջին օրը ես բեմի վրա կանգնած դու ինձ չէիր սիրում։ Սիրել եմ։ Սիրել եմ։ Սիրել եմ։ Սիրել եմ։ Սիրել եմ։ Ու Աստծուց 1000 անգամ խնդրել եմ, որ ազատվեմ քեզնից։ Ինչի չազատվեցիր։ Ոնց եղավ, որ ինձ ու Սոսին բաժանեցիր, որ Սոսին սպանելու փորձ արեցիր, իմանալով, որ ես քեզ չեմ սիրում, ամուսնացար իմ հետ։ Ինչի ընդունեցիր իմ հղիությունը, որ հերոսանաս իմ աչքերում, հետո էլ երեխուս գողանաս։ Դու մի ձեռքով իմ երեխուն գողացել ես, մյուս ձեռքով մխիթարել ես ինձ, ասել ես, որ Աստծո գործերը անմեկնելի են։ Բա ուր էիր դու այդ ժամանակ։ Ինչի իրա ձեռքը չբռնեցիր։ Իմ համար հեշտ չի եղել այդ քայլին գնալը։ Ես ցավից խելագարվում էի։ Ուզում էի ինքնասպան լինեի։ Իսկ դու նայում էիր իմ տառապանքներին ու ոչ մի բան չէիր ասում։
Այ հենց այդ օրը, երբ որ ես քեզ հետ պահեցի ինքնասպանությունից, այդ օրը ուզում էի ասեի։ Չասեցի։ Որովհետև կկորցնեի հորս հարգանքը, որովհետև ինձ դուրս կշպրտեր տնից, իմանալով, որ ես քեզ տնից դուրս չեմ շպրտել։ Այ հենց տեղից պիտի սկսեիր։ Քո բոլոր քայլերի հետևում վախն է եղել։ Որովհետև դու վախկոտ ես։ Որովհետև դու վախկոտ ու թուլամորթ տղամարդ ես։ Որովհետև դու տղամարդ չես։ Աննա Բագրատովնան ես առաջին հայացքից եմ սիրել։ Իմ մայրն է։ Ինձ կյանք տված կինն է։ Ինքն է ինձ լույս աշխարհ բերել։ Սիրուց եմ խոսում ու ես էլ չգիտեմ ինչ եմ զգում իր հանդեպ։ Աստված ջան, ինչ ա կատարվում իմ կյանքի հետ։ Ինքն էլ չէ, չգիտի ես ամեն ինչի մասին։ Չգիտեր։ Բայց հիմա երևի արդեն գիտի։ Որովհետև պապան պատրաստվում էր ասել։ Պատրաստվում էր ասել։ Պատրաստվում էր ասեր Հենրի։ Նոր էր պատրաստվում ասեր։ Հայր ու որդի մեր դեմ ծրագիր եք կազմելու։ Ու մեզ երկուսիս էլ այդ թակարդի մեջ եք գցել։ Ինչ թակարդ անգել։ Ինչ ես խոսում։ Դու իմացել ես այս ամեն ինչի մասին ու լռել ես։ Ոնց որ եւ հայրս ու մայրս։ Իրանք էլ են իմացել։ Իրանք էլ են իմացել, հաստատ ու լռել են քո նման։ Դուք բոլորդ ինձ խաբել եք։ Չկա տենց բան։ Հենց հիմա ես հասկանում եմ, թե ինչ էր մայրս Աննա Բագրատովնային խանդում։ Իսկ ես պատճառը չէի գտնում։ Հիմա գիտես ճշմարտությունը անգել։ Ինչ ես սպասում։ Ծնկի գամ ասեմ շնորհակալություն Հենրի, որ ինձ ասեցիր։ Դու բացահայտեցիր քո պապայիդ այս թանկ աղմիկը, որովհետև ուղղակի վտանգ ես զգացել ու վերջ։ Ես համարձակություն չեմ գտել իմ մեջ քեզ ասելու։ Ավելի վատ քո համար։
Ես քեզ հիմա արդեն ուժ չունեմ քեզ նայելու։ Անգել։ Անգել։ Անգել, սպասի։ Անգել, ինչ ուզում ես ասա խնդրում։ Ոնց ուզում ես վարվի հետս։ Մենակ մի փախի ինձ։ Չեմ ուզում նայեմ դեմքի դու ատելությամբ լցվեմ։ Չեմ ուզում նայեմ դեմքի դու հասկանամ, որ այսքան խաբված ու դավաճանված եմ ես։ Դու ուզում ես գնա։ Ինձնից պրծում չունես դու։ Կյանքից ծանր ես փուլում, մենակ դու պետք է կողքս լիներ, բայց ես չեմ ուզում քեզ հիմա տեսնեմ։ Անգել, ես վախում եմ քեզ կորցնելուց։ Ուրեմն իմացի, որ վախդ իրականություն է դարձել։ Ես էլ թույլ չեմ տա, որովհետև ես ամենաարվելա հենց նրա համար, որ քեզ չկորցնեմ։ Սուտ։ Եթե դու ի սկզբանե ինձ ասեիր ես ամեն ինչի մասին, իմ մտքով չէր էլ անցնի քեզ մեղադրել, բայց դու լռել ես ու ինձ խաբել ես։ Դու էլ պապայիդ նման ուղակի զզվելի մարդ ես, պապայիդ համախոհն ես։ Ես հորս չեմ արդարացնում։ Բայց չես էլ դատապարտում։ Ինչ գիտես դու իմ ապրումների մասին։ Կամ ինչ գիտես ես ոնց եմ կռիվ տվել անարդարության դեմ։ Դու կռիվ չես տվել։ Դու ընդամենը քո համար պայմաններ ես ստեղծել, որ համ դու չտուժես, համ էլ քո զզվելի պապան։ Դու ուղղակի ստի վրա ընտանիք ես կառուցել ու ես քեզ երբեք չեմ կարող ներեմ դրա համար։ Ինձ էլ հասկացի։ Միքայել Շախունցը ինչքան էլ քո հանդեպ վատ է եղած լինի։ Ինքը իմ հերն է։ Միքայել Շախունցը իմ համար ուղղակի սատանա է։ Ու դու իրան ոչ մի բանով չես զիջում։ Մենակ ափսոս, որ ես այսքան ուշ եմ բացահայտում ձեր նմանությունը։ Ամեն ինչ կտայի, մի օր արթնանայի ու գիտակցեի, որ այլևս քեզ չեմ սիրում, այլևս չեմ տառապում քեզնով, քեզ կողքիս պահելու մոլուցքով։ Պապ ջան, մի մտածի, ես հիմա իրան դուրս կանեմ։ Արի։ Թողնում է։ Պապ, ախր քեզ նյարդայնանալ չի կարելի։ Թողնում է, ես իրան ասելիք ունեմ։ Հենց որ հիմա դու գնա։ Ծիծաղելի է, որ ինձնից են քեզ պաշտպանում։ Իսկ ինձ համար ծիծաղելի է իմ կյանքի կորցրած տարիները, որ քո հետ եմ անցկացրել։ Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում։ Վիրավորի ինչքան ուզում ես, եթե դրանից սիրտդ կհովանա, եթե դրանից քեզ լավ կզգաս։ Ես ինձ լավ զգալու մի տարբերակ ունեմ։ Ես իմ կյանքից ջնջել է։ Միշտ ասել եմ այդ մասին, բայց հետևողական չեմ եղել։ Գիտես ինչի։ Որովհետև իմ երախումներն ես։ Շնորհավորում եմ։ Հիմա արդեն նոր երեխա ունես։ Էն էլ սիրած մարդուցդ։ Երևի կմոռանաս, որ քեզ զավակ եմ պարգևել։ Միակ բանը, որ ուզում եմ քո գոյության մասին մոռանալն է։ Ես քեզ այլևս երբեք չեմ ուզում տեսնել։ Ես քեզ ասեցի աղջկատ մասին։ Ես էլի քեզ հետ անկեղծ եղա, որ դու հիմա իմ հետ սենց վարվես։ Ես քեզ բազմիցս հարցրել եմ իմ երեխու ողջ լինելու մասին, քո ու Միքայելի գաղտնիքի մասին, բուժ քրոջ մասին,
Բայց դու ինձ երբեք ճշմարտությունը չես ասել։ Շարունակել ես հեքիաթներ պատմել, հեքիաթներով լցնել ուղեղս։ Ձեր եռյակի մասին դու ինձ ոչ մի ճշմարտություն չես ասել։ Ես վերջերս եմ իմացել, որ Անգելինա Ես ինչ ասելու էր ասեցի։ Իսկ հիմա գնա, ու իմ կյանքից մաքրվի։ Թե չէ, ողջ չեմ թողնի քեզ։ Գնա։ Այսքան ժամանակ իմ երեխան իմ կողքին է եղել։ Ես իրան գրկել եմ, համբուրել եմ արցունքներն եմ սրբել։ Սիրտս ինձ ասում էր, հուշում էր ինձ, բայց ես կույր ու խուլ եմ եղել։ Հա, ես իմ ամբողջ կյանքում կույր եմ եղել։ Ես չեմ տեսել եմ շուրջը ինչա կատարվում։ Ոնց եմ ինձ ատում, որ այսքան հիմար եմ եղել։ Ոնց չեմ հասկացել ում հետ եմ ապրում։ Ում հետ եմ անկողին կիսում, ում համար եմ երեխեք ունենում։ Եթե դու մի քիչ ազնիվ լինեիր, հորդ հետ խաղերի մեջ չմտնեիր, ամուսնանալուց առաջ ասեիր, որ հղի ես, ու ընդհանրապես, որ քնել ես այդ անասունի հետ։ Ես երդվում եմ, հենց այդ պահին քեզնից կհրաժարվեի, բայց չէ, շատ հեռու էիր գնացել, իսկ քեզ ինչ ա թվում, դու ինձ պիտի էշի տեղ դնեիր ամբողջ կյանքում։ Բայց ինձ ասում էր, չէ։ Սոսի ինձ ասում էր, որ մեր երեխեն ողջ է։ Ասում էր, որ դու ես մեղավոր իր անհետացման մեջ, իսկ ես չէի լսում, չէի հավատում, մի հատ էլ փորձում էի քո անունը բարձր պահի։ Աստված իմ ինչ հիմար եմ եղել ես։ Այսինքն ինչ ա ստացվում, եթե Հենրին ինչ-որ հրաշքով բազմախբյուրում չհայտնվեր, ես տենց էլ չէի իմանալու, որ իմ Չէ։ Մենակ չասես, որ Հենրին էլ ա իմացել։ Ստիպված եմ ասել, ԴՆԹ-ի անալիզ էր տվել։ Հնարավոր չի։ Իմ տղեն չէր կարող իմ հետ սենց վարվել։ Ես եմ ստիպել, որ լռի։ Ամբողջ կյանքում իմ համար Հենրին առաջին տեղում ա եղել։ Ամբողջ աշխարհը մի կողմ ա եղել, Հենրին մյուս կողմ։ Ոնց կարող էր ինքը իմ հետ սենց վարվել։ Այդտենց մի խոսա։ Այդ երեխան քեզ ամբողջ կյանքում մամա է ասել։ Այդ երեխեն քո շարունակությունն է։ Ելով է իմացել։ Դե բարձա հայրդ քո հրամանատարը, տղեդ քո հանցակիցը, Վիկտորյան ավագը, այ հիմա բարձա ինչ էր Վիկտորյան տենց խանդի տեսարաններ խաղում։ Իմ հայրը, չէ, դե ոնց կարող էր առանց իրա։ Բա Անետն էլ գիտեր։ Երեք ա իմացել։ Դու պատկերացնում ես։ Պատկերացնում ես, ես ամբողջ կյանքում դավաճանված եմ եղել։ Ես գնում եմ իմ երեխու մոտ։
Իմ երեխան ինձնից պետք է իմանա ճշմարտությունը։ Ինձ ուր ես գնում։ Անգելինան տանը չի։ Ես չեմ թողնի, որ քո տղան խաղա իմ աղջկա զգացմունքների հետ։ Իմ աղջիկը անտեր չի։ Իմ աղջիկը մայր ունի։ Հերին պիտի որ ասած լինի արդեն։ Ուզում եմ, որ մեր վերջին զանգը հավերժ դրոշմվի մեր հիշողություններում։ Ընդունիր ես մատանին որպես այդ սիրո խորհրդանիշ։ Ու թող բոլորը իմանան, որ սիրում եմ քեզ։ Վերջը։ Սկիզբն ու վերջը նույն վայրում։ Ինչի Աստված իմ։ Ինչի ես դու իմ հանդեպ սենց դաժան։ Шикарный темп в начале игры. Кровотяг делает передачу в точно в той площади, неисту с той трибуны. Сантьяго Бернабеу. Вот такое начало. Обещающее время, что все игра будет проходить примерно. Ոգի հանգստացրիր, պատմիր ճշմարտությունը։ Չէ, չհասցրի։ Միքայելը եկավ ու չգիտեմ հիմա այնտեղ ինչ ա կատարվում։ Բայց մի բան հաստատ է, իմ խիղճ իմ երախու առաջ մաքուր է, որովհետև իմանալուն պես ես փորձել եմ իրան տեղյակ պահեմ։ Բայց երեխուն ինչ ես առել եկել։ Քեզ ինչ։ Ինձ այդ հարգանքով խոսա։ Լուրջ, ինչի արժանի ես։ Ես երբեք ինձ թույլ չեմ տալիս քեզ վրա ձեռք բարձրացնել։ Բայց դաստիարակչական ապտակը քեզ չէր խանգարի։ Հենց հիմա լռի ու անհետացի այստեղից։ Ավելի ճիշտ գետնի տականցի, որովհետև ես պարտադրել եմ Միքայելին Աննային ճշմարտությունը ասի։ Ու երբ որ Աննան իմացավ ճշմարտությունը, այն ժամանակ կգա ու չգիտեմ քեզ ինչ կանի։ Եվ դու հավատում ես, որ շախունցը դա կանի։ Եթե ինքը չարեց, ես եմ դա անելու։ Ես իրան արդեն զգուշացրել եմ։
Հասկացա, շնորհակալ ենք շատ։ Խնդրեմ, առողջություն։ Գոհ ես հիմա։ Հայրդ ամենավերջին ձևով ինձ վիրավորելով դուրս շպրտեց։ Հասցրել ես դու այդ մարդուն։ Անսկզբունքային մարդ ես։ Փոխանակի ինձ պաշտպանես հորդ ապօրինի զավակի կռիվն ես տալիս։ Ես արդարության կռիվ եմ տվել։ Ու դու հիմա պահանջում ես, որ մենք քեզ հասկանանք ու ներենք։ Որոն վերջացրու հիվանդանոցում ենք։ Տարես կնոջը դուրս հիվանդանոց։ Էս կինը ստեղից ոչ միտեղ չի գնա։ Ուր Արամ։ Պապայի մոտ։ Ու թե կարաս ես կնոջը ճանապարհի տուն ու իրա տուն։ Դու էլ ես ինձ դեմ։ Չէ, ես ինչի պիտի քեզ դեմ լինեմ։ Ուղղակի լավ կլիներ Անգելինայի մասին շուտ իմանանք։ Թե դա ինչ էր ձեզ տալու։ Ես վարկան առաջ պիտի հիվանդանոցից դուրս գամ։ Պապա, ես դու գիտես, որ դա անհնար է։ Ուրեմն փորձի այդ անհնարը հնարավոր դարձնել։ Պապ, ոնց, եթե լավ չես։ Ուզում եմ վարկան առաջ աղջկաս տեսնեմ։ Ուզում եմ իր հետ խոսեմ, ուզում եմ երկար պատմեմ այն կորցրած տարիների մասին։ Ուզում եմ իր հետ լինեմ, խնդրում եմ ամեն ինչ արա, որ ես հիվանդանոցից շուտ դուրս գամ Արամ։ Մի բան արա, խնդրում եմ։ Չհետևես ինձ։ Անգելի, ես ու դու եկեղեցում երթում ենք տվել իրար։ Ուրեմն իմացի, որ ես դրժում եմ այդ բոլոր երթումներն ու կոստումները։ Ես չեմ ուզում քեզ ճանաչեմ։ Ես այդ թույլ չեմ տա։ Ոնց որ ես թույլ չեմ տա, որ դու ինձ հետևես ու ինձ մոտ գաս։ Լսի, ես հասկանում եմ, որ դու հիմա շատ ջղայնացած ես ու մտնում եմ քո դրության մեջ, բայց քեզ սենց մի պայի։ Ես ուզում եմ ուղղակի մոռանամ, որ քեզ ճանաչում եմ։ Ուզում եմ մոռանամ այս պատմությունն ու այս ամեն ինչ, ինչ որ իմ հետ է կատարվում, ես սրան արժանի չեմ։ Ինչ ես զանգում։ Կարող է ուզում ես իմանաս ոնց եմ դավաճանի ու քո հանցակցի պիտակը վրես թափառում։ Դե ասեմ քեզ պապա ջան, որ Անգելինան ինձ գրողի ծոցը ուղարկեց ու հատուկ շնորհակալություն քեզ։ Աննա, բան է եղել։ Միգուցե նստեք։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Մի կողմից սարսափելի է, որ ես իմ ամբողջ կյանքը կույրի նման ապրեցի։ Բայց մյուս կողմից էլ լավ է, որ վերջապես աչքերս բացվեցին։ Դուք ինձ ոչ մի բան չունեք ասելու։ Չնայած դուք ինձ ժամանակին պիտի ասեիք։ Իսկ հիմա երևի թե շատ ավելի ճիշտ կլինի, որ դուք ոչ մի բան չասեք։ Որ դուք ուղղակի լռեք։ Չէ, ես իհարկե ներողություն եմ խնդրում, եթե վիրավորում եմ ձեզ։
Թողոքել եք ինձ շատ անգամ անհիմն վիրավորել։ Հատկապես դու, Վիկտորիա։ Ոչ մի անգամ առիթը բաց չթողեցիր ինձ վիրավորելու։ Ես ուղղակի ուզում եմ իմանամ մինչև երբ։ Մինչև երբ էիք դուք պատրաստվում նայել իմ աչքերի մեջ ու ինձ ճշմարտությունը չասել։ Գոնե հիմա խոստովանեք, որ Անգելինան իմ աղջիկն է։ Չնայած էլի կարող եք չխոստովանել, որովհետև ես արդեն գիտեմ ճշմարտությունը։ Իսկ դուք իմացեք, որ այս երկնքի տակ ոչ մի սուտ հավերժ չի։ Պապ չպետք է հիվանդանոցից այս վիճակով դուրս գայր։ Այս ճակատագրական պահին հիվանդանոցը տեղին չի։ Պապ այնքանով է տեղին, որ դու հիմա պետք է ուժեղ լինես։ Ուժեղ ու պինդ լինես ու մեր կողքին լինես։ Միայն մի բան կասեմ, Արամ։ Չեմ խնայելու ոչ մեկին։ Ինձ ու իմ երեխուն իրարից բաժանելու համար շախոցների արյունն եմ թափելու։ Բա հետո պապ, արյուն թափելով ինչ ես հասնելու։ Հասնելու ես նրան, որ կորցնելու ես աղջիկատ։ Էլի ես կորցնելու, որովհետև գնալու ես ցմա դատվես։ Արամ, սուս մնա։ Պապ մի քիչ երկար մտածի էլի։ Այդ քայլով դու քեզ չես լավություն անելու, դու շախոցներին ես լավություն անում։ Դու ուղղակի չէիր կարող հանդուրժել, որ ես ուրիշինը լինեմ։ Ես քո համար սկզբունքի նման մի բան էի դառել։ Ուժեղ տղա երևալու հնարավորություն։ Եթե դու ի սկզբանե ինձ ասեիր ես ամեն ինչի մասին, իմ մտքով չէր էլ անցնի քեզ մեղադրել, բայց դու լռել ես ու ինձ խաբել ես։ Պապայիդ նման ուղղակի զզվելի մարդ ես, պապայիդ համախոհն ես։ Դու կռիվ չես տվել, դու ընդամենը քո համար պայմաններ ես ստեղծել, որ համ դու չտուժես, համ էլ քո զզվելի պապան։ Դու ուղղակի ստի վրա ընտանիք ես կառուցել ու ես քեզ երբեք չեմ կարող ներեմ դրա համար։ Անգելինան մեր տուն կյանք բերեց։ Այո։ Անգելինան իմաստավորեց մեր ներկան ու ապագան։ Մարդիկ շատ երեխաներ են ունենում, բայց այդ երջանկությունը չեն ապրում, որը մենք ենք ապրել Անգելինայի կողքին։ Բայց մեր խաղաղ կյանքը քաոսի վերածվեց, երբ ձեր որդին ոտքը դրեց բազմաղբյուր։ Օրհնվի այն օրը, որ իմ տղեն ոտք դրեց բազմաղբյուր։ Եթե Հենրին չգար, ուրեմն ես այդպես էլ չէի իմանալու, որ իմ երեխեն ողջ է։ Իմ աղջիկը առողջ, սիրուն, խելացի երեխա է մեծացել։ Ես ավակ շատ ենք պայքարել, որ մեր երեխան այդպեսին մեծանա, գեղեցիկ, խելացի։ Մենք շատ ենք իրան սիրում։ Ես ձեզ հասկանում եմ, բայց ես հիմա ձեր տուն երկնքից չեմ իջել։ Այսքան ժամանակ ինձ ճանաչելով դուք չհասկացաք, որ ես այն մարդը չեմ, ով Անգելինային ձեզնից կխլեր։ Ինչի համար եք Միքայելի հետ այդ կեղտոտ գործարքի մեջ մտել։ Մենք ընդամենը լռել ենք։ Դա գործարք չի։ Մենք ուղղակի վախեցել ենք մեր երեխուն կորցնենք։ Ընդամենը դա։ Իսկ ես իմ զգացմունքների մասին դուք երբեք չեք մտածել։ Իմ մայրական ապրումների մասին երբեք չեք մտածել։ Ախր ես էլ եմ մայր։ Ես ոչ մի վարկյան Անգելինայի մեջ խորտություն չեմ տեսա։ Հիմա որտեղ է մեր աղջիկը։ Իսկ ես չգիտեմ։ Երևի Հենրիի հետ։ Երևի։ Ես պատկերացում չունեմ, որտեղ է իմ երեխեն։ Բայց հիմա ստեղ նստած մեռնում եմ իրան գրկելու ցանկությունից։ Այսինքն Անգելինան արդեն
ճշմարտությունը։ Գիտի։ Կարծում եմ, որ գիտի։ Իսկ հիմա ուզում եմ, որ դուք ինձ պատմեք ճշմարտությունը։ Պատմելու բան չկա։ Արդեն ամեն ինչ բացվել է։ Հենց առաջին վայրկյանից սկսած պատմեք, երբ որ Միքայելը իմ երեխուն գրկած մտել է ձեր տուն։ Երբ Միքայելը Անգելինային բերեց մեր տուն, մենք համոզված էինք, որ այդ երեխան սիրուց է։ Ես վերջերս ենք իմացել, որ Միքայելը կապ չունի երեխայի հետ։ Եվ որ դուք եք նրա հարազատ մայրը։